Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ և սիրելի գորիսեցիներ։ Հայտնի է, որ երեք գայլերը հարձակվել են Գորիս համայնքի Քարահունջ գյուղի բնակիչների և Գորիս համայնքի բնակիչների վրա, ինչի արդյունքում 6 անձ ստանալով մարմնական վնասվածքներ տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Փառք Աստծո, միջադեպը ողբերգական ավարտ չի ունեցել և ներկայումս բոլոր մարմնական վնասված ստացածները անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։ Ուզում եմ անդրադառնալ միջադեպի մի դրվագի։ Ինչպես գիտենք, մարմնական վնասվածք է ստացել նաև 3-ամյա Դավիթը, ում վրա նույնպես գայլը հարձակում է գործել, բայց դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել, քանի որ Դավիթի մոտ է գտնվել Սալքար թաղամասի բնակիչ 21-ամյա Գուրգեն Մալինցյանը, ով տեսնելով հարձակումը անմիջապես իրեն նետել է գայլի ուղղությամբ, մարտի բռնվել նրա հետ և փրկել երեխայի կյանքը, որից հետո գայլը կրկին հարձակվել է մեկ այլ երեխայի վրա, Գուրգենը նույնպես նետվել է այդ ուղղությամբ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որից հետո հնարավոր է եղել նաև փրկել այդ երեխայի կյանքը։ Գուրգենը ստացել է մարմնական վնասվածքներ մեջքի և ձեռքերի շրջանում և փառք Աստծո, նրա ստացած մարմնական վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։ Ես գտնում եմ, որ բոլոր անձնուրաց արարքները, սիրելի հայրենակիցներ, պետք է արժանանան գնահատանքի։ Ես ուզում եմ բոլորս շնորհակալություն հայտնենք Գուրգեն Մալինցյանին անձնուրաց արարքի և երեխաների կյանքը փրկելու համար։ Շնորհակալ եմ Գուրգեն, տեսանյութի ավարտում ցույց կտանք նաև Գուրգենի միակ ֆոտոլուսանկարը, որը մեզ հաջողվել է գտնել։